Լավ, հիմա ինչպես կարող ենք պետությանը ստիպել աշխատել այս ոլորտներում։ Բազմաթիվ մեխանիզմներ կա։ Օրինակ, նաև հանրային բուրըն արձագանքներ է պետք։ Շատ մեծ հանրային, երբ որ կոնսոլիդացիա եղավ ու սկսեցին դեմ տալ կոնկրետ դեմ տալ, ասել սենց է։ Օրինակ տեսեք այդ խոզերի անկումը, որ եղավ անցած տարի, նախապես զգուշացվել է, համապատասխան մարմինները նախապես զգուշացվել է, որ անկում է լինելու։ Նախապես զգուշացվել է, որ պարտադիր կարանտինային միջոցառումներ ձեռնարկեք։ Կանխարգելման ոչինչ չի արվել, եթե այդ խոզի տերերը դուրս գային սատմը ու կանչեն ու կոնկրետ ասեն հաշիվ պանջեն, ասեն դեր բերեք փոխհատուցեք ու մի հատ sense հանրային լայն լրատվականներով լայն արձագանք ստանար, այդ հարցը կարող է լուծվեր։ Հետագայում արդեն այդ մարմինները վախենային սկսեին աշխատել։ Բայց այսօր, երբ որ լրատվականները տարածում են ինչ-որ մեկի հայոյանքը մյուսին ավելի շատ դիտում ունեն, քան որ ենթադրենք Կոտայքի մարզում սատկել է այսքան գլուխոս, բնականաբար արդեն այս ոլորտը այս վիճակում պետք է լինի։ Իսկ օրինակ գյուղացիները, երբ օրինակ այդքան պարարտանյութ են տալիս, իրենք չեն գիտակցում, որ դա վտանգավոր է նաև իրենց համար, չէ՞, որ իրենք էլ են օգտվում։ Բայց իրանք չգիտեն շատ են տալիս։ Իսկ ով ասում, որ իրանք գիտեն, որ ենթադրենք հեկտարի պիտի տա 200 կիլոգրամ բան։ Բայց պարզ բան եմ ասում, ասենք օրինակ հնարավոր չի ինչ-որ բրոշյուրներ տալ, ասենք այսքանին հարկավոր այսքան չափաբաժին թունեք քիմիկատ կամ բրոշյուրը իրազեկել որևէ կերպ։ Բազմաթիվ միջոցառումներ կարող են անել, բազմաթիվ տարբերակներ կան, որ ուղղակի եթե կարծրատիպ այն քառակուսի ձևով չմտածեն, հնարավոր է անել։ Տարբերակներից մեկը ենթադրենք ըստ մարդու հողատարածքի ինքը ցանկացած թունաքիմիկատ պարտանյութ գնելուց պարտադիր այդ խանութը վաճառող խանութը նրանից պահանջի իր հողի արկայության չափը, քանի հեկտարա, քանի քառակուսի ու հստակ լիմիտավորված լինի, որ ես քեզ 300 կիլոից ավել չեմ կարող պարտանյութ ծախեմ, թե չէ ինձ կգան ներս քանից են։ Ինձ այնքան կտու գանեն, ես տակից դուրս չեմ գա կամ այսքան ամոֆոս կարաս ստանաս կամ այսքան կալմիական պարտանյութ կարող ես ստանալ կամ այս պեստիցիդը այս նորմայից ավել ես չեմ կարող ու հստակ խիստ վերահսկողություն։